Ողջույն, հարգելի հայրենակիցներ, վերջերս Հայաստանի Հանրապետության քայքայիչ կուսակցության շքախմբի իր արբանյակների շրթունքներից լսում ենք, որ Գյումրի դվա են անելու, Գյումրի օրն են կպկրնելու, նույն Գյումրի են լինելու եւ այսպես Գյումրին է լինելու։ Հիմա ես օրինակը բերեմ Գյումրիի դրական քայլերը եւ ներկայիս ավազակապետական վարչախմբի բացասական քայլերը։ Գյումրիում մենաշնոր մոնոպոլիա չի։ Իսկ այս իշխանությունը ձևավորել է մենաշնոր մոնոպոլիա։ Հիմա դուք կողմ եք մենաշնոր մոնոպոլիայի, թե կոալիցիոն կառավարության, որ միանձյա որոշում չկարողանան կայացնեն։ Այդ դուք ինչքան էլ ՔԲԱ-ականներ խոսացեք, մեկը իմացեք, մեր պես մարդիկ կան, որ ձեզ տրյապկի պես թաթախեն ցեխը ու չեն հանի։ Այնպես որ դուք ասում եք Գյումրիի օրը, թող լինի Գյումրիի նման, թող լինի Վարդան Ղուկասյանի պես ղեկավար։ Ես լիովին կողմ եմ, ովքեր էլ որ կողմ չեն, ուրեմն թուրքերից ոչնչով չեն տարբերվում։ Դուք մի բան հիշեք։ Ինչ էլ ասեն Գյումրիի մասին, միշտ Վարդան Ղուկասյանը լավն է արել իր համայնքի համար։ Բայց Նիկոլ Փաշօղլին 2 տարի ու կես առաջ շեշտեց, որ առաջ քաշեց, որ ովքեր որ կարգ ունեն, կարգի հաշվանդամները չեն կարող գնալ կտրոն ստանալ, անվճար վիրահատվել, տարբեր բնույթի հիվանդություններ եւ այլն։ Դե եկավ էս, կարծեմ հունվար ամսի սկիզբն էր, վերջերն էր եւ հայտարարեցին, որ ուղեգիր են տալիս արդեն կարգով հաշվանդամներին։ Ուղեգիր էր տալիս, վաղուց այդ ամեն ինչը չպետք է փակած լիներ։ Հիմա դու Նիկոլ Փաշօղլի կամ մեր ժողովրդին եմ ասում, սա ընտրակաշառք չէ, ապա ինչ է, կբացատրեք հասկանանք։ Ընտրակաշառքից ինչով է տարբերվում, այդքան բան դուք չեք հասկանում։ Մի երկուսն էլ ասում են աշկերներս լավ ա տեսնում, մի երկուսն էլ ասում են մորը սիրտը ձրի վիրահատեցին։ Հակ ձրի կվիրահատեն, ձեզ կառողջացնեն, առողջ կհանձնեն թուրքերին։ Իրենց համար պլան B չկա, հանձնել այս երկիրը թուրքերին։ Նիկոլ կա, Հայաստան չկա։ Հետևաբար ժողովուրդ ջան, ուշքի եկեք եւ տարածեք։ Շնորհակալություն ուշադրության համար։